Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք մեր ձևով ժողովրդական շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանին։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսենք եկեղեցու թիրախավորումից։ Սրբազանների կալանքներ, եկեղեցուն աջակցելու խոսքի համար կալանքներ հասել ենք այն աստիճանի, որ իրենց համար ոչ ցանկալի սրբազաններին թիրախավորելու համար տարածում են գաղտնալսումներ, տեսանյութեր։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Այսպես ասեմ, հայ առաքելական եկեղեցու թիրախավորումը, որը սկսվեց ամիսներ առաջ, ավելի ակնհայտ դարձավ ամիսներ առաջ, մեր ցավալի տեղերից մեկն է, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին այն միասնականությունն է, այն ուժն է, որ համախմբում է հայ ժողովրդին ու համախմբել է հայ ժողովրդին դարեր շարունակ իր հովանու ներքո եւ փորձել է պաշտպանել, փորձել է ամեն բան անել, որպեսզի հայ միասնականությունը ու դարերով սերնդեսերունդ փոխանցումը լինի։ Եվ այսօր մենք ակնատես ենք լինում մի շատ ցավալի պատկերի, այն ինչ կատարվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Ձայնագրություններ եւ այլն եւ այլն, ձայնագրությունների մասով այսպես կմեկնաբանեմ, մենք ինքներս համոզվեցինք ու տեսանք, թե ինչ տեղի ունեցավ այն ձայնագրությունների հետ, որոնք հրապարակվել էին եւ դրանց մասով, դրանց ճշմարտացիության մասով զերծ կմնամ մեկնաբանելուց, որովհետեւ մենք համոզվել ենք բազմիցս, որ այնինչ նետվում է մեդիա դաշտ, այնինչ նետվում է, որպեսզի պառակտումն ավելի շատ լինի ժողովրդի մեջ ու հեռացումը հայ առաքելական եկեղեցուց շատ ավելի շատ լինի, այնքան ժողովուրդը ավելի միասնաբար է պատասխանում։ Հայ առաքելական եկեղեցին կառույց է համեմատեմ իմ օրգանիզմի հետ, երբ որ իշխանությունները մեկնաբանում են այսպես. մենք չենք պայքարում հայ առաքելական եկեղեցու դեմ, մենք պայքարում ենք առանձին անհատների դեմ։ Իմ օրգանիզմը մեկ ամբողջություն է։ Երբ որ ձեռքիս դեմ պայքարեն կամ ձեռքս փորձեն պոկել ինձնից, նշանակում է, որ վնասում են իմ օրգանիզմին։ Հիմա այդ անհատների դեմ ճակերտավոր անհատների դեմ պայքարը, որ տանում է իշխանությունը, անհատների դեմ չէ, դա ամբողջ մի կառույցի է, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ուղղված քայլեր են, որը վնասում է այդ ամբողջական կառույցը ու այդ ամբողջական օրգանիզմը։ Ես աբսուրդային եմ համարում այդ հայտարարությունները, թե իբր առանձին անհատներին, որովհետև այդ քայլերը վնասում են հենց կոնկրետ եկեղեցուն։ Այդ քայլերը վնասում են հայ ժողովրդին, որովհետև նույն տրամաբանության մեջ եկեղեցին հայ ժողովրդի մեջ նույնպես մի մեծ մաս է, մի մեծ դերակատարում ունեցող մաս է, եւ եթե վնասում են նաեւ ժողովրդին։ Մենք ինքներս էլ հասկանում ենք, որ այս ամեն ինչը նորից բաժանումների, նորից պառակտումների տանելու է միտված, ուղղված, ինչքան բաժանված լինենք, ինչքան միասնական չլինենք, այնքան հեշտ կլինի ավելի կառավարելը, իշխելը եւ եւս մեկ անգամ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը պիտի լինի միասնական, պիտի հաշվի չառնեն այս պառակտումները եւ պիտի փորձեն միասնական պայքարել, որովհետեւ եկեղեցին մեր անբաժանելի մասն է, եկեղեցու մեր հոգևոր հայրերը եկեղեցու անբաժանելի մասն են եւ կարեւոր դերակատարում ունեն հայ ժողովրդի մեջ ու վնասել եկեղեցուն, վնասել եկեղեցու առանձին հատվածների, առանձին մասերի նշանակում է ամբողջական կառույցին վնասել։ Շատ է կապվում եկեղեցու դեմ այս գրոհը Փաշազադեի հայտարարությունների հետ, մասնավորապես եւ ամռանը Էջմիածին մտնելու դեպքին նախորդել էր Փաշազադեի բողոքը հայ եկեղեցու դեմ եւ վերջին Արագածոտնի թեմի վրա հարձակումը 12 հոգեվորականի եւ թեմի առաջնորդի կալանավորումը, դրան եւս նախորդել էր Փաշազադեի այցը ԱՄՆ, հանդիպումը Գուտերեշի հետ եւ էլի բողոքը ուղղված հայ եկեղեցուն, մասնավորապես նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են ուզում, իսկ եկեղեցին դրան խոչընդոտում է։ Դուք որևէ կապ տեսնում եք այս ամենի մեջ։ Եթե հաշվի առնենք, որ մեր իշխանությունները արտաքին օրակարգի թելադրանքով են շարժվում, միանշանակ։ Երբ որ ստացվում են արտաքին օրակարգ թելադրողներից մեսիջներ, ակտիվանում են նաև մեր իշխանությունները։ Ու նույն տրամաբանության մեջ
եւ ամռանը տեղի ունեցած հարձակումը եւ արագածոտնի թեմի նկատմամբ տեղի ունեցած հարձակումները հաջորդում են որոշակի հայտարարությունների, որոնք կատարվել է արտաքին ուժերի կողմից։ Այս դեպքում արդեն ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Այսինքն մենք առաջ ենք տանում մի արտաքին օրակարգ, որը ուղղված է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որը ուղղված է հայ ժողովրդի դեմ։ Այս դեպքում այլընտրանք չի մնում, քան միասնական ձևի արձագանքելու եւ միասնական ձևի պայքարելու, որպեսզի արտաքին ուժերի այդ ներթափանցումը մեր միասնականությունը կոտրելու եւ մեր միասնականությունը այլ ձև ներկայացնելու այս բոլոր քայլերը իջիկ դարձնենք։ Հաստատի մենք ունենք իրավիճակ, երբ մարդկանց գլխին աջ ու ձախ սարքում են կարելի ասել։ Կտրած կպցրած ձայնագրություններ, կեղծ տեսանյութեր, կեղծ հաղորդագրություններ, վերջին դեպքը նաև ձեր շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի դեպքը, նրանք տարան կալանքի փաստացի ոչ մի բանի համար։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, լավ էս իրավիճակից ոնց կարելի է դուրս գալ կամ օրենք ասված այս երկրում կա թե չկա։ Այսպես ասեմ, մենք օր չկա, որ չզարթնենք ու չլսենք նոր կալանավորում, նոր ձերբակալվածներ, նոր բռնաճնշումներ, նոր ճնշումներ։ Անդրադարձակ մեր ձևով շարժման Ռուբեն Մխիթարյանին։ Առաջինը կուզեմ նշեմ, որ Ռուբենը Գյումրիում էր նախ իր մասնագիտական առաքելությունը կատարելու համար, որպես իրավապաշտպան, որպես փաստաբան, պաշտպանելու իր հայրենակիցներին տեղի ունեցող այդ վայրագություններից, ինչպես են վերաբերվում, այո, օրենքի բացակայությամբ, օրենք գոյություն չունի, եթե արդարադատություն գոյություն չունի։ Արդարադատությունը գործում է միայն օրվա իշխանությանը սպասարկելու համար։ Այսինքն ձայնագրություններ, ինչ որ փաստեր, որ ներկայացնում են ժողովրդին մանիպուլյացիոն ձևով ժողովրդին խաբելու, բայց մոռանում են, որ ժողովուրդը եթե 7 տարի առաջ ուներ այլ գիտակցություն եւ այս ամեն ինչին արձագանքում էր այլ ձևով, 7 տարի անց կարծես թե ժողովուրդը իմունիտետ է ձեռք բերել ու որոշակիորեն կարողանում է թացը չորից ջոկել։ Ես չեմ ուզում տարանջատել մեր հայրենակիցներին, որովհետև հենց մեր գաղափարախոսությունն էլ դրանում է, որ պիտի միասնական դառնանք այն մարդիկ, ովքեր որ դեռևս չեն տեսնում ինչ է կատարվում, մի օր հաստատ ուշքի են գալու։ Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, այո, մենք ունենք այսօր սրբազաններ, մենք ունենք այսօր բազմաթիվ ընդդիմադիր հայացքներ ու բազմաթիվ ընդդիմադիր խոսույթ օգտագործող մարդիկ մեր հայրենակիցներ, որ գտնվում են կալանքի տակ։ Այսօր էլ առավոտյան Ռուբենի նամակը քրեակատարողական հիմնարկից դուք տեսաք, Ռուբենը ուժեղ մարդ է եւ չի կոտրվելու, ինչպես ինքն էր ասում, չի կոտրվելու եւ անելու է մեր ձևով, ինչպես Ռուբենը, այնպես էլ մեր սրբազանները, ազգային բարերար Սամվել Կարապետյանը գտնվում են իրենց ասած խոսքի համար կալանքի տակ։ Օրենք լինել չլինելու մասին այստեղ խոսք, եթե օրենք լիներ, մարդիկ կլինեին ազատության մեջ, խոսքի ազատություն եթե լիներ, մարդիկ կլինեին ազատության մեջ, մենք չունենք մեր երկրում այս պահին։ Այն ժողովրդավարական կարևոր հիմունքները, այն կարևոր սկզբունքները, որ պիտի պահպանվեն մեր ներկայիս իշխանությունների կողմից, չեն պահպանվում եւ ոտնահարվում են առավելագույնս։ Գյումրու կալանավորումները նոր թափ են ստանում։ Կալանավորվում են Վարդան Ղուկասյանին, արդեն համայնքապետին, որ կալանավորել են իր ցուցակում հաջորդող ավականու անդամները։ Ըստ ձեզ սա ինչ նպատակ է հետապնդում։ Իրենք ցանկանում են զավթել Գյումրին նախընտրական շրջանում, թե այլ նպատակ ունեն։ Այսպես ասեմ, մենք այսօր մեր ձևով ժողովրդական շարժումը նաև հայտարարություն տարածեց նաև Մասիսի համայնքապետի հետ կապված։ Տրամաբանությունը այսպիսին է. քաղաքական հետապնդում բոլոր ընդդիմադիր համայնքապետերին չեզոքացնել, ընդդիմադիր հայացքներ ունեցողներին չեզոքացնել, որպեսզի կարողանան ապահովել վերարտադրման process-ը։
ու սցենարներ, որոնք որ իրենք են նախատեսում եւ ընտրական եւ ոչ ընտրական եւ արտահերտ ընտրություններ, այն սցենարները, որոնք որ իրենք են նախատեսում, այս սցենարների մեջ լրացնել ցանկացած ձայն, որը կլինի իրենց դեմ, ցանկացած ձայն, որը կլինի ուղված իրենց, ընդդիմադիր ցանկացած ձայն լրացնել։ Ես վստահ չեմ, որ իշխանությունները փորձում են այդ ամեն ինչը կապել ուրիշ բանի հետ, իբր թե պայքարում են կոռուպցիայի դեմ, այստեղ աբսուրդ է էլի խոսել դրա մասին։ Կոռուպցիայի դեմ պայքարը իրանց բարագայում մի քիչ սազական խոսակցություն չի։ Այո, սազական խոսակցություն չի ու այս դեպքում այն ինչ որ տեղի ունենում, հիմա էլ Գյումրում հաջորդաբար ձերբակալում են, կալանավորումներ են գնում, ուղղակի պիտի հասկանանք լավ, մինչև երբ արդեն եվրոպական երկրներն են արձագանքում, տարբեր միջազգային կառույցներ են արձագանքում, որ անտրամաբանական է, ազատ խոսքի ոտնահարում է, մարդու իրավունքների ոտնահարում է, այս դեպքում չեմ նաև իրենց տրամաբանությունը չեմ հասկանում, էլի, ինչ գործելավոճով են իրենք առաջնորդվում ու մինչև երբ են այսպես շարունակելու։ Հաստատի մենք կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունը պայքարում է ստույգ ժողովրդի դեմ, ժողովրդի քվեի դեմ, ժողովրդի ցանկությունների դեմ, հարմարավետության դեմ, ժողովրդի անգամ պատմության եւ կրոնի դեմ։ Կարող ենք արձանագրել ու երբ որ 2018 թվականին բոլորս վարչապետ էինք, ճիշտ է, ես ինձ չէի համարում, բոլորը վարչապետ էին, բոլորին սիրում ու բոլորով հպարտանում էին, այժմ տեսնում ենք, որ ոչ բոլորին են սիրում, ոչ բոլորով են հպարտանում ու ոչ բոլորն են վարչապետեր։ Ուղղված է ժողովրդի դեմ, այո, ուղղված է ժողովրդի դեմ, ուղղված է ազատ խոսքի դեմ, այո, իրավունքի դեմ, այո, ուղղված է եւ դա շարունակաբար առաջ է տարվում մի խումբ շրջանակի կողմից, փոքրիկ խմբակի կողմից առաջ է տարվում, որպեսզի այդ տրամաբանական ավարտը ես չեմ տեսնում, էլի, ու չեմ պատկերացնում, թե ուր են դա տանում, մինչև ուր են տանելու։ Լավ, բայց իրենց ասած ժողովրդի իշխանությունը ո՞նց է արտահայտվում այս երկրում։ Դուք էլ հիշատակեցիք 2018-ը գալիս էր, ասում էր սա ժողովրդի իշխանությունն է, ժողովուրդն է որոշողը, բայց ես կոնկրետ մինչ օրս չեմ հիշում դեպք, երբ ժողովրդի ինչ-որ բան որոշած լինի։ Այդպես էլ պիտի լիներ, երբ որ 18-ից աղաղակում էինք, որ ժողովրդի իշխանություն կոչվածը միայն մանիպուլյացիա է, ժողովրդին հարմար ձևի վերադասավորելու համար, շատերը չէին համաձայնում։ Հիմա էլ ժողովրդի իշխանություն կոչվածը վերաբերվում է մի շատ փոքր շրջանակի։ Իրենք ունեն իշխանություն, այդ իշխանությունը իրենց համար է, այդ իշխանությունը գործում է միայն իրենց համար, արդարադատությունը միայն իրենց համար է, խոսքի ազատությունը իրենց համար է, այսինքն ժողովուրդ կոչվածը այդ փոքր շրջանակն է, որը իրենք են ներկայացնում, բայց մեր հայ հասարակությունը փոքր շրջանակով չի ավարտվում։ Մեր հայ ազգը, հայ ժողովուրդը մի միասնականություն է, Սփյուռքը, Հայաստանը, որ բոլորս էլ կարող ենք պահանջատեր լինել եւ կարող ենք պահանջել, որ այս երկիրը պիտի լինի ազատ, անկախ, հարգի խոսքի իրավունքը, հարգի ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց եւ բոլորին առհասարակ։ Ժողովրդի դեմ գործելու իրենց այս կոնտեքստում ես կխնդրեմ մի փոքր անդրադառնանք հեծի թեմային։ Մենք երեք տեղեկացանք, որ ՀՑԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու հեծի առաջարկը, տաշիր կապիտալի առաջարկը փաստացի։ Ինչ եք կարծում, սա ինչի համար է արվել, չէ՞ որ սա եւս քայլ է ժողովրդի դեմ։ Եվ ինչ են իրենք առհասարակ պատրաստում հեծի մասով անել ըստ ձեզ։ Այսպես ասեմ, Տաշիր կապիտալի ներկայացրած առաջարկը դեռևս տեղի էր ունեցել մինչև հայտնի դեպքերը, կալանավորումը, որը ՀՑԿ-ն մերժել էր։ Դա էլ ենք հասկանում, ինչ պարզ պատճառով, որպեսզի այդ տրամաբանական շղթան կարողանան ապահովել իրենց գործողությունները։ Եվ
ինքներդ տեսած կլինեք պարոն Ղազիմյանի շատ հանգամանալի ծասուլիսը, որտեղ որ ներկայացվում էր այն բոլոր պատճառները, որոնց հիման վրա պիտի սակագինը իջնի։ Եվ այո, սակագինը պիտի իջնի։ Մենք հրապարակումներ ենք արել ու այդ հրապարակումների մեջ հստակ ներկայացվում է այն բոլոր պատճառները, այն բոլոր քայլերը, որ պիտի ՀՑԿՀ-ն իրականացնի եւ օր առաջ մեր հասարակությունը պիտի ցածր սակագնով վճարի էլեկտրաէներգիայի վճարները։ Ինչ վերաբերում է ՀԵՑ-ի հետ կապված այն գործողությունները, որոնք որ իրենք անում են ՀԵՑ-ի շուրջ եւ սակագնի իջեցման հետ կապված այս բոլոր գործողությունները պիտի անեին ընտրական ընտրություններին ընդառաջ, որպեսզի կարողանան մեր ժողովրդին ցույց տալ, որ մենք լավ աշխատեցինք, արդյունավետ աշխատեցինք, ամեն բան լավ ընթացավ, հիմա էլ սակագին ենք իջեցնում։ Ես իմ խոսքի սկզբում նշեցի, որ եթե 7 տարի առաջ հասարակությունը չէր հասկանում այս մանիպուլյացիոն դրսևորումները, այսօր արդեն մեր հասարակությունը լավ գիտի ու քաջ գիտակցում է, որ այս քայլերը, որոնք որ իրականացվում են կամ հիմա չեն իրականացվում, արվելու են հետո, որպեսզի ժողովրդին ցույց տրվի իրենց արդյունավետ աշխատանքը։ Բայց ես եւս հայտարարում եմ, որ պիտի իջեցվի սակագինը եւ ՀՑԿՀ նախագահը պիտի սկսի այդ գործընթացը։ Պարոն Գևորգյան, այս ամբողջի կոնտեքստում եկեղեցու թիրախավորում, մարդու իրավունքների ոտնահարում, առհասարակ ժողովրդի ձայնի նսեմացում, զրոյացում, ես կասեի, այս ամենի կոնտեքստում ինչ եք կարծում, ունի ԿՊ-ն վերընտրվելու հնարավորություն, քանի որ իրենց լսելով շատ ինքնավստահ ելույթներ են ունենում, շատ վստահ են, որ իրենք նորից վերընտրվելու են, նույնիսկ վստահ են, որ իրենց նկարներն ավելի շատ ձայներ կհավաքեն։ Ինչ կարծիք ունեք։ Հաշվի առնելով այն մեխանիզմները, որոնք որ իրենք են կիրառում, հովանավանքում եւ իրենց բոլոր միջոցառումներում, մամուլում շատ կան, թե ինչպես են իրենք քարոզարշավներ կազմակերպում, ընդհանրապես միջոցառումներ կազմակերպում։ Ես մի բանում եմ վստահ։ Մենք գնալու ենք մինչև վերջ, մենք անելու ենք մեր ձևով ու անելու ենք ամեն բան, որպեսզի մեր հաղթանակը երաշխավորված լինի։ Ցանկացած դեպքում իշխանությունների կողմից, երբ որ տեղի կունենան այն հատուկ մեխանիզմով գծված գործողությունները, այո, մենք պատրաստ ենք ու դրան հակադարձելու մեր տարբերակները ունենք ու հակադարձելու օրենքին համապատասխան։ Այնինչ օրենքի շրջանակներում է։ Հենց դա է մեր ձևը։ Օրենքի շրջանակներում այս իշխանության հետ։ Համենայն դեպս հաստատի հակաօրինական է կանոնավորված Սամվել Կարապետյանը հենց ինքը։ Համենայն դեպս մենք գործում ենք օրենքի շրջանակում, մենք հիմա պայքարում ենք Սամվել Կարապետյանի ազատության համար հենց օրենքի շրջանակում, դիմելով տարբեր միջազգային կառույցների, ներկայացնելով տարբեր փաստարկներ, այնինչ որ իրենք են անում, դրա պատասխանը կստանան հաստատ ժողովրդի ու հասարակության կողմից։ Իսկ այդ պատասխանը կարծում եմ իրեն ուշացնել չի տա։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։